Գիստ շնորհակալություն, վերադարձանք մեր տեղերին։ Պարոն Սուքասյան, դուք մոտ 2 րոպե ժամանակ ունեք դեռ։ Լավ, Տիկին Խաչատրյան, հարգելի գործընկերներ, Տիկին Խաչատրյան, շնորհակալություն, պարոն Սուքասյան, 2 րոպե։ Լավ, всё։ Այդ ատամնաբուժարանը, որ բացեք, Էրդողանը մի օր սահմանն անցնի, այդ բրբսնյակի ծաղիկներով Էրդողանին կդիմավորեք, կտանեք ատամները, կբուժեք։ Ձեր կուսակցության անունն էլ փոխեք, դրեք վիլայետ։ Դուք որ հանրապետությունն ու դուք վիլայետ կուսակցությունն եք, այդ եք դուք։ Սուտ խոսացողին լիքը բազմակետ, ով որ սուտ է խոսում լիքը բազմակետ։ Մի րոպե, պարոն Սուքասյան, ստիպված եմ ձեր խոսքը ընդհատել, որովհետև դուք ուղղակի սրում եք, էլի հիմա իրավիճակը չարժի, պետք չի առանց էնել, տենց միջադեպ ունեցանք։ Խնդրում եմ, Բյուջեի մասով, սիրելի երևանցիներ, 160 միլիարդ կլինի, 260 միլիարդ կլինի, եթե քաղաքը կառավարվում է, մենք ենք իշխանությունը, ոնց կուզենք այդ փողը կծախսենք, որ փառատոներին կուզենք կֆինանսավորենք, լիլարարներին ու, չգիտեմ, ֆակտորիներին փողեր կբաշխենք, անորակ շինարարության ավարտական ակտերը կստորագրենք, մեկ էլ այդ որ ասում եք բան է, էլի, քաղաքի կենտրոնում ասենք քանի հատ փողոց կա, որ քաղաքի կենտրոնում փողոց կա, որ կարմիր գիծ չկա, մի քանի հատ կա, այն Ավաղ Պետրոսյան փողոցը, Բայրոնը կոնսերվատորիայի մոտ, Տեղատան փողոցը, այդտեղ կարմիր գիծ չէր, ոնց այդտեղ կանգնողները փող չտան, հələ եկեք դուք էլ վճարեք։ Հիմա այս փաթեթով էդ էլ անցկացրեցի, որ էլ ավելի շատ փող գա կարմիր գծերով, հա։ Ու առհասարակ էլ եմ ուզում կրկնել, նախորդ տարվա բյուջեից շուտ 40 միլիարդ դրամով ավելի բյուջե ունեցավ Երևանը 25 թվականին։ Եթե որից է մեկի համար այդ 40 միլիարդը տեսանել է, ես շնորհավորում եմ նրան այդ կապակցությամբ։ Ինչ վերաբերում է, որ թմբկահարում եք բակեր, մյուս եւ այլն, նախկինում կառավարությունը պատվիրակել է, հիմա էլ ասել են, այնա կգնաս շինթույլտվություն կտաս, մեկ էլ բանա, գույքահարկը բարձրացրել ենք, փողի խնդիր չեք ունենալու, գնացեք շինարարություն արեք, այսինքն այդտեղնես չի առանձնապես քաղաքի բիզնես միջավայրն է զարգացել, քաղաքի կենսամակարդակն է լավացել, իհարկե ոչ, դրա արդյունքում չի այդ փողը այդքան գալի լցվում, ընդամենը հարկերի եւ տուրքերի թանկացման Երևանցու գրպանը մտնելու հաշվին։ Զինա Չալիկյան, Արմեն Գալջյան